Բարև ձեզ, հարգելի հայրենակիցներ։ Ես չեմ կարող ջոկեմ ուղիղ եթերում եմ, թե չէ։ Այսօր գիշերով էլի հրատապ եմ ելել։ Դուք գիտեք, մի սադրանք օրիլում է, ես 3 տարի, երբ որ ինձ անընդհատ խանգարել են, երբեք չեմ բարձրաձայնել, բայց այդ վերջերը որոշել եմ, որ այսինքն չեմ բարձրաձայնել սադրանքների դեպքում, մենակ պաշտպանվել եմ, բայց հիմա ես այդ վերջի ամիսներին որոշել եմ, որ ոչ թե մենակ պետք է պաշտպանվեմ, այլ նաև հարձակման պետք է անցնեմ։ Հարձակումը ձև ասած, բացի պաշտպանություն, որ նաև պետք է հարձակվեմ, հարձակումը իմ այնա, որ ուղիղ եթերով ամեն մի սադրանք պետք է ներկայացվի ամեն մի անօրինականություն, որպեսզի մեր հանրությունը հստակ տեղյակելի, թե ինչա կատարում, ինչը որից հետո է լինում։ Հիմա ես այսօր չեմ ասի ինչ սադրանք ա եղել, հնարավոր է, որ սադրանք չելի, թուլիմացություն տեղի ունեցած էլի այսօրվանը, եթե թուլիմացություն էլի, հետո ես տեսարում կջնջեմ, բայց եթե սադրանք ա, ուրեմն այս տեսանյութը կմնա ու որպես ապացույց կհանդիսանա, այսօր գիշերով եմ ելել, ներվային համակարգս էլ չի երիքում, պետք է մի հատ անպայման գիշերով դուրս գայմ, ուզում եմ իմ տան ներքևի տարածքում եմ, այդ տան տարածքի պատը նկարեմ, որպեսզի եթե հետագայում ինչ-որ պարզվի, որ այս սադրանք ա, ոչ թե թուլիմացություն, այս ապացույց լինի, այսօրվա տեսանյութը, բայց դեռևս չեմ ասի ինչ սադրանք ա տեղի ունեցել, ուղղակի ուզում եմ ֆիքսեմ այն պահը, ինչ իրականում կա, որ հետագայում իմ համար այդ ամեն ինչը ապացույց հանդիսանա։ Ուրեմն այս իմ տունն է, տան ներքևի իմ տնամերձ հողամասի ներքևի տարածքն է, սահմանը, այս փողոցն է, այդ թաղամասի, ստեղ ուշադրություն կդարձնեք, որ բանը մուտք չկա, մուտքը ես կելում ցույց կտամ ու ընդհանրապես ստեից մուտք չեղել այս մասերից, ես ցույց կտամ, որ որտեղից են տան մուտք եղել, ուրեմն այս հողամասը 91 թվին են հատկացրել բնակիչներին, այս թաղամասի հողամասը 91 թվից են բաժանել, այս հողամասից նախկին տերը Գվիդոն է անունը, Արությունյան Գվիդոն, այս ինքը բռնել ստե պատ է շարել, բետոնից պատ, ինքը այդ հստակ թիվը չեմ անում, բայց կամ 91-ին է շարել, կամ 92-ին, ամեն դեպքում ոչ ուշ, ես ուզում եմ այս պատի ու սահմանները նայեք, հարևանի, նայեք, ես թաղամասի կողմից իմ հողի, թաղամասի փողոցի կողմից իմ հողի, իմ տնամերձ հողամասի աջ կողմն է, տնգարանն է, ստեղ բետոնի պատն է, այդ գալիս է, սես թեքվում է ու ինքը սես գնում է, այգ որ սետկա է արած, տերմեք չէ սետկան, ժողովուրդ ջան, այդ բետոնը տերմեք չէ, որ կետնի վրով սենց գնում է ինքը, սենց մի 20-30 մետր երևի գնում է, այս կոմը, աջ կոմը, հիմա ուզում եմ գնանք, իմ հողամասն է, ես էլ տնկիներն է, մեր հարգաժան Գոհար Տուտայի,
աշխարհի ամենաաշխատավոր տիկնիկ։ Հիմա ուզում եմ նայեք, ֆիքսեք անկյունը պատը կա, սետկան կա, այսինքն որևէ խնդիր չկա հարևանների միջև։ Այն ժամանակ այդ ես չեմ կիսել, իմ օրոք չի եղել, Արությունյան Գվիդոնի ժամանակ եղել, այն ժամանակ տուն էլ չի եղել, ստե մենակ դատարկ հողամաս է եղել, այդ տունը ես եմ սարքել, ու իդեպ այս տունը տան հիմքերը ես իմ զոհված մարտական ընկերների Մխիթարի եւ Հայկոյի, Մխիթար Թադևոսյանի եւ Հայկ Բալցյանի զոհվելու օրն եմ հիշատակ իրանց ու մեր մնացած բոլոր զոհվածների այդ օրով եմ իմ տան հիմքերը ես գցել։ Դա համար իմ տունը միշտ խերով է։ Հիմա այսինքն այդ հողը ես որ առել եմ, տուն չի եղել։ Ես եմ սարքել, ուղղակի ես բետոնի պատն է եղել, ու դրա համար էլ ես այն ժամանակ ես հողը թանգով եմ առել, հաշվի առնելով Գվիդոնի արած ծախսերը, ֆիքս է, որ ստե այս բետոնի պատը կա։ Այս պատը այսպես գնում է։ Այս ուզում եմ էլի շեշտեմ, կամ 91, կամ 92 թվին է եղել, այսինքն թեկուզ 3-4 այդ 2 տարի էսյանյան չի խանգարում, ես հստակ չգիտեմ որ թվին են արել, նայեք ես պատա, գոարտոտան, ստե իշոր ծառա նման, ծաղկա նման բաներ է տնգե պատի տակ, գարուն ամառ աշունը ծաղիկի նման բացվում է, շատ սիրուն տեսարժան վայր այլն, բայց պատի տակն է այլ էտ արել, Ստե պեկաժներ է դրած, էլի բետոնով ամրացրած, եսը նայք բետոնը պրծնում է, սկսում է պեկաժները բետոնով։ Կանեք նապսակի մատ պատարել վարում։ Ահա, որ ավելի լույս էլ էլի, ես իմ անբաժան լույսն է, ուրետում եմ էտսով, նայք, նորից ես ծերից գամ, ես էին, որ ասում տնգարանի հետ հարևանությամբ պատնա, անկյունով գալիս է, այսինքն ես անկյունը ինքը 20 մետր գնացել է, ավել, մենակ բետոնը, սետկա միջև վերջա գնում, միջև մայթ, տրաս, գլխավոր Երևան մեղրի գնացող Մարյուղու մայթն է հասնում միջև, նայք ես պատն է, ճիշտն ասած պատի երկարությունը ես մետրով եմ չափել, 2 օր առաջ, չեմ հաշվել, վաղ առավոտ լույս աշխուր նորից էլի ուղիղի եթեր կելեմ, չես կտամ, նայք պատն է, ստե կարող է տպավորություն ստեղծի, ընդհատվում է պատը, բայց չէ, այս ծառերն է, վարդերի նման այդպես բաներ են աճում են, սիրուն գեղեցիկ տեսարժան տեսարան է լինում, Այս պատը գալիս է, վաղը չափսեր չոտքի կասեմ արդը մետրով իշքան եմ չափել, Սես պեկաժներ է բետոնով բանով ամրացրած, այդ Գվիդոնն է արել, ես չեմ արել, այն ժամանակ նախկին եսով տերը, Են իմ տունն է,
այսինքն ես էլ այդ փողոցով, այս պատը որ էդում ենք, այսինքն գնում այն պատը։ Բայց ասված չլի, որ անի, որ սադրանք եղնի, որտեղ այդ սադրանքը լավ թուլի մաճություն չլավ, լուրջ, շատ մեծ խոշոր հարցեր առաջանալու, ու լիքը մարդիկ են դուժվելու։ Ես իմ պատնա, էլի տունս, գալիս է այս հատվածում վերջանում է պատս, այս հարևանի վարոդն է, վարոդը փոխել են Իրաստան, այս ֆինը բերել են դրել ստեղ, միջև հետո տենան ինչ են անում, այք ես պատը վարոդ հետևով, էլի գալիս է պատը, մայսա։ Ուղղակի բաներ է կատարել, որ չպետք է կատարվեր, մի ամիտ այդտեղ չդնին իրանց կամից, բայց հույսով եմ թուլի մաճություն էլի, ես ասված եմ կանչին թուլի մաճություն էլի, որովհետև ես սևաշում ինչ-որ մեկին վատություն անեմ, ես այդ վարոդն է, ուզում եմ նայեք էլի պատն է, նայեք վարոդի հետևելի պատն է, ես չի որ հատել ես ձևով անեմ, որ պարսելի ձեր համար ժողովուրդ ջան, ես պատն եկավ, ստե ես ծերը, ես կողը արդեն իմ տան ձախ կողմն է, ձախ կողմը լուսահոգի, այս շատ լավ անձնավորություններ, Տիգրանը 2-3 շաբաթ առաջ է մահացել հանկարծակի, Աստված հոգին լուսահ, շատ ընտիր մարդ է եղել, մենք իրար հետ որպես հարևաններ ոչ մի խնդիր չենք ունեցել այսքան ժամանակ, փոխադարձ հարգանք այլեր, նույնիսկ իրա ջուրը ստե լուկը, ջուրը ստե մեր լուկը, էսա, ինքը երբեք խաբար չի է, տեղյակ չի եղել, թե այդ ջրաչափ բանը ոնց է, ինչ է, թողել է, ես եմ, ասել եմ այս մարդը չհասնի, ես եմ ստես տերություն արել, բայց հիմա այս լուկից իմ ջուրը անել եմ, ու ցանկանում եմ, որ այս պատով ասում եմ հարևը ճիշտ է, տիկոյի հետ, լուսահոգի տիկոյի հետ խնդիր չունի, բայց ասում կարող է հետագայում այս մարդ էլի, հետո խնդիրներ էլի, թող իմ ջուրը իմ հողով գնա, վրնամ այս հատվածով, այս մասով փորան բան արում, այն ներսի կողմից ուզեցան փորի, մենը տաթեր չելով, այդ ինձ էլ թողացի, նորից եմ փորացած ներքևի հատվածի, այս իրեսի, նորից բան արում, լացան տեղը, ու էմի ծերը, եմ որ գարտոտ այնց մոտից չես տվամ, պտի դիմեմ ընդեից իմ խմելի ջուրը արդեն անցկսնում, էլ ժամանակավոր էլի ես հողի մեջով ագնում, ես նայակ, այդ պատ եկավ, մեր արգաժան լուսահոգի տիկոյի հողամասը, մոտ ավարտվում է, ստեից այս բետոնը, որ Գվիդոնը սարքել այն ժամանակ, 91-2 թվին, այսինքն գալիս է, պայուն վրեն, պատը թեքվում է, այսինքն իմ սահմանն է, էլի, թեքվում է, ասենց, միջև, այս բանը հաշվել եմ, ինիս 10 քայլ է եղել, քայլով եմ նոր հաշվել, այս երկարությունը մենակ բետոնի, կալեստը պրծնում է, այդ բետոնը, 9-10 քայլ է ելել, հաշվենք 9-10 մետր էլ սենց մենակ բետոնը թեքվել է, որպեսզի այդ երկու հարևանները իմանան, որ այդ նրա հողն է, այսպես
խոսքի տիկոնն էլ իմանա էս իր հողն է։ Հետագայում մի կարելի որ շարունակել, նույնիսկ իր կենդանության օրոք տիկո հետ մի պահ որոշել ենք, որ վարպետը ինձանից էր առաջարկել էր, որ վարպետը ինձանից էլի մնացածը Իրանից լինի, քարավազ ցեմենտ, որ ես պատը ավելի բարձրացնենք ու տանենք, հասցնենք այն վերևը մայթին, այսինքն Երևան Մեղրի գնացող ճանապարհի այդ մայրուղով մայթին պետք է կպներ, այն էլ դե հետագայում չեմ անում, իշխանտիներ լավ, նույնիսկ տիկոն ստե հեսա բան էր սարքել, որ պետք է շարունակել, հետո աստավի տարավ, այդպես մնաց այդ պատը, դե հիմա հարցը էլ այդ չի, ուղղակի ես ուզում եմ ֆիքսեք, որ այն կողմի անկյունից պատը կար, եկել է, մինչև այս կողմի անկյունից վրացել է, այսքան բան ուղղակի ֆիքսելու համար ու այս տարածքի սահմանների պայի համար, այսինքն այս ուղղության որ նայում եք, նայեք, այսա բան ճշտում, այս էց իմ տունն է, գնում է, այս արգելի այրենակեսն ես էլի ցերեկն բան կանեմ, լույս աշխով ուղղակի էս բանը ցերեկն էլ այդ կնկարեմ ուղղակի պետք էր գիշերը, որովհետև չեմ անում, չգիտես գիշերով իշկել էր, որովհետև այսօր աղագին կասկածելի բաներ է տեղի ունեցել, ես ուզում ես ամեն ինչը ֆիքսվեր մի հատ, այդ ճիշտ է չեն կարակային գիշերով այդ բետոնից պատը քանդին անես, որ ես չիմանայիմ, այս նավսակի, մի բան էլ եմ ուզում ցույց տամ, այդ ջրի համար որ ասամ, այն կողմից որ փորել եմ, հեսա ցույց տամ, այն կողմից որ փորել եմ չէր եղել, դա ես իմ ջուրը այս պատի տակով է գալիս, այս բարձրանում գնում է այստեղ հեսա լուկը, տենում եք չէ ես լուկը, գալի այդ լուկը, մի հատ լուկ էլ այն կողմն է դրած, այսինքն այդ լուկից այն լուկ տլուբաներ է գնում, դրա մեջ որ նոր ջրի տլուբաներ, որ վթարբաներից այդ լապատկայաբանը չքանդեն, միանգամից տլուբան անում փոխեմ, բայց քանի որ հարևանի հողով էր գնում, ես որոշել եմ, որ ջրի տեղը փոխիմ, սաղ տեսան, քանդան, չարչարվամ մի կողմից, տեղը դզան, որ եկամ ես կողմից քանդեմ, ես կողմից էլ էսա փոսը, ես չեմ անում, երևում է թե չի, էսա նայեք փոսա, ես քանը փորել եմ, այսենց, ես էլ նայեք, ես մի իրեսն են չիշ տվացիցս, ստել որոշել եմ փորի, միշնի միջև աղագին ներքև, գոնե մի մետր գետնից բարձրել էր, լուկի նման էլի բան սարքին, որ իմ ջուրը այդ պատի մեջով բերեմ իմ սալմանով, բայց են էլ ջունա հիմա չերևում, ահա որ տաթեր քանդել չելա, այսինքն եթե շատ զորին վրեմ պատը կքանդել էր, քանդել չելա, ընդամենը մի մետր 20 բան եմ քանդել, բայց ընդել է մետր 50-ը պետք է լավ ավել քանդվի, որ հասնի ներքև, որ ուզում եմ ընեցան ջուրը չսարեր։ Հիմա այդ ֆիքսանք արգելի այրենակիցներ։ Հիմա ուզում եմ դուք տեսակ չէ, որ մութ բան չկար խոսքի։ Ոչ այն կողմից, ոչ այս կողմից, ոչ էլ ոչ փողոցի կողմից, այսա։ Այսինքն ստեյս չկա մուտք, այս եթե հարևանը որոշի սետկա քաշենք բան անենք, մուտք չել եմ փակվում աստե, այս ուղղակի տիկոնալը որ օղամասը տունը չէր շինություն չէր կառուցել,
տարածքն է բաց է, տենց իջնում ելնում ենք, մինչև տենանք իշկել։ Ուզում եք ֆիքսեք խոսքի Դատես աղարակ քայլելով գնամ ցույց տամ մուտքի պարն եմ հիմա ուզում ցույց տամ ձեզ որ մուտք չկա ոչ է գծագրով կա մուտք իմ տանը նշած այս ներքևի հատվածի մասին է խոսքը գծագրով ընդհանրապես մուտք չկա բայց փաստացի իմ տան մուտքը վերևից է էլի ուզում եմ ուղղակի ֆիքսեք որ 92 թվականից այս ձև է եղել էսա նայեք ստե մուտք չկա այս դուրը գոարտոտայինս բաննա հողամասնա գնամ ու մուտք չկար այս ջուրն էլ ես պետք է այս հատվածում շուր լուկ բերեմ տնի որ ջրմուղ դիմիմ, ջրից տեղը փոխեմ այստեղ կար, որտեղ ստեղ մի անգամից բան այդ հատված կա, դե փորեք ելեր էլի կմցնիմ, դաժե որ նայեք, չեմ անկերևա, սենց փորել եմ ջրի տեղը, էլ ենդ հատվածներ եղել, տատմատ հայլել չեմ կարեցել, հələ որ աստահել կմարը, միջև տնամ իր ձև կանեմ, նայեք, ես կոմից իմ հողամասին մուտք չկա 91-2 թվականից սկսած նայեք ես փողոցի կողմից էլ չկա մուտք մի քիչ երկարում է ժողովուրդ բայց ես պետք է տենեմ եք չեմ մուտք չկա դեպի իմ հողամաս այսինքն ես չի կարան շուր մուտք էլի եկանք թեքվանք թեքվանք էլի մուտք չունի հողամասը Հիմա այս որ ես քայլում եմ հարևանի հողի մեջով եմ քայլում արդեն որտեղ իմ հողամասը այս բետոնի պատից ենքում է այս իմ ցույց տված լուկն է որ ջուրս գալի մատմատը տես գնում ատուն այսինքն գալիս է այս լուկը մի հատ հետագայում ստե ամառային կողքի որ սարքեմ գալու է այս լուկից ստե այս հատված այս է երկրորդ լուկս այս երկրորդ լուկս էլ մոտավոր յոպե 3 2 մետր 250 այտենց բան է տան պատից հեռու է տան պատից խոսքի մի մետր է հեռու ինքը ընդհանուր 1.70 լայնությունն է այսինքն իմ տան պատից այս լուկի ծերը պատի ալայմի ծերը կանի այս ծերը 2.70 է այս էլ քանիս է 1.50 հաշվեմ ես ծերը 1.70 ես 3.20 էլ ես ես ծերն է գալի իմ տան մոտից էդ էլ ջուրը ստեղով մտնում է տուն ու էլի ստեից գնում այն կողմ գալիս է ես կարանտին մի անում այդից Էդ էլ թողել եմ, որ հետագայում ես հատվածում գարաժ մարաժ սարքում գա մտնի այդ գարաժը
առաջ պատվալ, որտեղ չունեմ։ Ահա, այս արդեն իմ տան վերևի հատվածն է, ժողովուրդ ջան։ Ահա։ Նայեք, այդ մուտքը ես որ ասում եմ, այստեղ է 450 իմ հայաթես ներքևի մասից է, 1, 2, 3, 10 քայլ այդ ներքևի բանից եմ հաշվել, այդ պատից, հա, իչեստը մուտքը որ գալիս է, լենությունը այս պատը, այս մի պատն էլ որ դնեմ, այս կողի, հա, ուրեմն ներքևը լինում է ճանապարհ այդ մուտքից տուն մտնող 460 լայնությունը, վերևը ելնում է 550, 560 այտենց, վերևը մի քիչ լեն եմ թողել, հա, էսը նայեք իմ տան մուտքը էսա, 92 թվականից իմ տուն ստեղով ենք մտել, մեքենայով իմ տան երթևեկությունը ստեղով է եղել, էսա, ստե դաժը պարկած որ նայք մայթն է, չէ, գալիս է պարկած մայթը, գալի, այդ մի 6-7 մետր, այք ստեից արդեն մայթը բարձանում է, այսինքն այդ մուտքի համար այդ մայթը, շնորհակալ եմ, որ թողել են այն ժամանակ, այսինքն ես ուզում եմ ֆիքսեք, որ այս տան մուտքը ճիշտ է, այսօր ես նայել եմ կադաստրի թղթերում ոչ մի տեղ մուտք նշած չի եղել, բայց փաստացի, այսինքն ոնց որ օդի մեջ էլի այդ տան մուտքը բլոկադայի մեջ էլի, հա, բայց փաստացի այս տան մուտքը, որ որևէ մեկը չկարա ժխտի, եղել է բան 91-2 թվից այս գլխավոր մայրուղուց ու բացի այդ մայթին կպած տեկաժներ է դրած եղել, այդ հին նկարները կա, որ պետք էլի կարամ անեմ էլ ապարակեմ տեկաժների, թո մեքենան անցնի ժողովուրդ, այս մայթով միջև այդ իմ տան սալմանը են բանից գոարտոտայի հողից սկսած միջև տիկոյի հողը տեկաժներ է դրած եղել, մայթից ընդամենը մի մետր դեպի իմ տան կողմ, 92 թվից, այդ վերջի մի քանի տարվա մեջ եմ այդ տեկաժները անել, այսինքն 21 թվին, անել եմ, ընդ է պատ եմ շարս լիսկ եմ արել, որպեսզի ակուրատնի տեղ սարքեմ, սետկայով բանը, որ խոզանոց չդառնա, գալը զբիլ-մբիլ լեցնում սաղտը, ժողովուրդ ջան, ես էլ, ուղղակի ֆիքսելու համար այդքան է, որ 92 թվից իմ տան հողամասի տարածքը ինչքան է եղել, դիրքը ինչ ձև է եղել, հուսով եմ, որ այն ինչ այսօր ես նայել եմ, տեսել եմ, իմացել եմ, ոչ թե սադրանք է, այլ թույլ իմացություն, հակառակ դեպքում ասում եմ, ահագին մարդիկ, եթե սադրանք էլի պարզով ինչ-որ մարդիկ հողագողությամբ են զբաղվում, իրանց դրել են Ալիևի տեղը բաման, իրանք շատ կփոշմանեն։ Օգտվելով առիթից հարգելի հայրենակիցներ, շնորհավորում ձեզ,
Ամանորից ծննդյան տոների կապակցությամբ ցանկանում եմ մեր երկրին խաղաղություն, ձեզ առողջություն, հաջողություն, երկար տարիների կյանք ու ցանկանում եմ, որ ձեր ընտանիքները միշտ սեր, բարություն ու համերաշխություն տիրի։ Աստված ձեզ մեզ եւ մեր հայազգին պահապան։ Մեր զինվորներին էլ անփորձանք ծառայություն լինի, մեր հայազգի բոլոր նվիրյալներին էլ ավեշ փառք ու պատիվ լինի։ Իրաց ցավը տանը։ Ես ասում եմ, եթե թուլիմաճ չունելած եղավ, պարզվի այդքան օրը կերևա։ Նոր ես տեսանում, թե ես կջնջեմ, իսկ եթե չէ, ճիշտ ամի ամիս հետո ավտոմատ Facebook-ը ջնջում է, բայց ես իմ մոտ կպայեմ նորից կհրապարակեմ որպես փաստ։ Բարի գիշեր ձեզ։ Կներեք անհանգստացնելու համար։